Ընդդիմադիր հայացքներով բժիշկը պատրել է 2008-ին մարտի 1-ի օրերին թաքուն գրած գիրքը։ Թաքուն գիրք էի գրում այդ օրերի մասին, քաղբանտարկյալների մասին նրանցով հպարտանում։ Բայց մի քանի տարի անց ճղեցի այդ գիրքը եւ թափեցի աղբը, որտեվ գործող անձիկ գլխիվար պտտվել էին։ Ինչ իմանար Թամամյանը, որ քաղբանտարկյալների իրավունքների համար կոկորտ պատրող Փաշինյանը երկվարչապետ դառնա, բանտերը քաղբանտարկյալներով է լցնելու։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնող arczepiskoposներ, հոգևոր սպասավորներ եւ ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքների անդամներ եւ կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների եւ երիտասարդական միությունների անդամներ, քաղաքական եւ քաղաքացիական գործունեություն իրականացնող եւ կամ քաղաքական իշխանություններին քննադատող անձինք, հասարակական եւ բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների падգամավորներ, համայնքի ղեկավարներ, ավականիներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ։ Ընդդիմադիրների վիճակագրությունն ասում է Հայաստանում հիմա ավելի քան 70 մարդ քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական դրդապատճառներով, 40-ը կալանավայրում են։ Հայաստանում նույնիսկ կին քաղբանտարկյալ կա, որի կալանքը բոլորովին վերջերս երկարաձգվեց եւս 3 ամսով։ Ասում եմ, պարոնայք, զգում եք, որ վախեցել եք, վախեցած եք։ Վախեցել եք Լիդիայից, բարի մի աղջկանից, որ չեք թույլ տալիս նույնիսկ մայր այցելի։ Եվ ինչ անել։ Խղճում եմ ձեզ։ Պետք է բոլոր եսերը մի կողմ թողնել, չվախենալ ու լծվել միայն ու միայն մեր պետության ազատագրության գործին։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի ուղերձն է կալանավայրից քաղբանտարկյալների իրավունքների հարցերը առանցքում ունեցող խորհրդարանական լսումների մասնակիցներին։ Ոչինչ ավելի չէ, քան մեր պատիվը, անունը, ժառանգությունը, քան մեր երազներն ու իղձերը։ Իդեպ, որտեղ է տիկին դատախազը, որին հրավիրել են քաղբանտարկյալներին վերաբերող այս քննարկմանը, չի եկել, քննչական կոմիտեից, ԱԾ-ից էլ չկան, իսկ կառավարության անդամների տեղերում քաղբանտարկյալների լուսանկարներն են։ Տեսնես ինչ կզգա վարչապետը, երբ տեսնի, որ իր տեղում Միքայել arczepiskopos Աճապահյանի նկարն են դրել ընդդիմադիրները։ Հիշեցմամբ, Սրբազանը, որին Փաշինյանը բանտել է իբր իշխանություն զավթելու կոչ անելու համար, իշխանության չտես չէ։ Միքայել Սրբազանը թագավորական ծագում ունի։ Նրա անազատության մեջ գտնվելը նրա եւ մյուս քաղբանտարկյալների ուղղակի հայության ինքնության բանտարկումն է։ Մենք ֆիքսվել ենք Նիկոլ Փաշինյանի վրա, իհարկե ինքն է մայր մեղուն, այս ամեն ինչի էս քխվիճակի, ինքն է։ Բայց այդտեղ կան այն Դովլատովի ասած, իսկ այդ դանոսները ով է գրել, այդ քննիչներն ովքեր են, այդ դատախազները ովքեր են, դրանց անունները պետք է տրվի։ Հետո քաղբանտարկյալ օրերին նվեր ստացած մոմն է վառում Արմեն Աշոտյանը։ Ավելի լավ վառենք մենք մոմ, քան հավերժանից ենք անցելը։ Վառենք մոմը։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը Հայաստանը հաստատում է իմ ու քո անելու ժամանակը չէ։ Այստեղ հատուկ ուզում եմ նշել, որ պետք է առաջնորդվել որևէ քաղբանտարկյալ, բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով։ Բոլոր ընդդիմադիրներին, պետականամետ մտածողություն ունեցող հասարակական ու քաղաքական գործիչներին Հայաստան խմբակցությունն առաջարկում է միավորել ջանքերը բռնաճնշումներին ու քաղաքական հետապնդումներին օրինական ճանապարհով հակազդելու համար։ Բացառել ընդդիմադիր դաշտում միմյանց նկատմամբ հակաքարոզչություն։ Մենք ունենք մի թիրախ, դա այսօրվա այս չարիքի իշխանությունը։ Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է իրական ընդդիմադիրներին համատեղ ուժերով վերահսկել նախընտրական, ընտրական ու հետընտրական գործընթացը, որ ԿՊ-ն 2026-ի խորհրդարանական ընտրություններին չվերարտադրվի կեղծելով, դա պետականության կորստի է հանգեցնելու։ Այս տները չեն կառուցի նրա համար, որ գյուղերից մերոնց բերեն քաղաք, իսկ գյուղերը տան ադրբեջանցիներին, որոնք պիտի գան այդտեղ ապրեն, այս միտումները ես տեսնում եմ, դժբախտաբար շատ հաճախ այս բայղոշություն են անվանում այս կանխատեսումները, բայց մեծ մասամբ 90%-ով տեղի են ունենում։ Այնտեղից վերևի օթյակից հեգնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անգամ նրանց, ովքեր իր տարիքի չափ քաղաքականությամբ զբաղվելու փորձ ունեն։ Շատ հետաքրքիր է, էլի, ունեք ինչի չի իջնում, իջնի տեսնեի ինչ են ասում։ Չի իջնում վերևից ու լրագրողների հարցերին պատասխանելու միջոցով է հայտարարում։ Իրենք ընդդիմադիրներին կալանավորում են ոչ թե խոսքի, այլ քրեորեն պատժելի արարքների համար։
Ինչու դահլիճից չի հետևում լսումներին հարցին, պատասխանում, որ դահլիճը լցվի, լավ է, որ լավ գաղափար են նկարներ են դրել, որպեսզի ինչ-որ չափով դահլիճը լրացված լինի, հա։ Եվ կիսադատարկ դահլիճից խոսում է բյուջեի քննարկմանը չներկայացող թիմի ղեկավարներից մեկը, նկատում է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Հիշեցնում, որ ինչպես ԱԺ նիստերին, լսումների ժամանակ էլ բոլոր մասնակիցները միանգամից տեղում չեն լինում, զբաղվածության պայմանավորված գալիս են գնում։ Հիմա այլ բան է կարևոր պարզել։ Այս ամենը տեսնում, բայց տարօրինակ կերպով լռում են միջազգային կառույցները։ Ինչ եղավ ժողովրդավարության պաշտպան այդ մարտիկների հետ։ Որովհետև այդպիսին է այսօր աշխարհաքաղաքական վիճակը, Բայց սա չի նշանակում, թե հնար չկա։ Ուղղակի այն գտնել է պետք։ Գիտեն ընդդիմադիրները։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։